հրապարակ են մտնում 9K720 տեսակի Իսկանդեր։ Ադրբեջանը անհանգստացած է Իսկանդերներով և Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող գործընթացներով։ Այսօր մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի հայտարարությունը, թե իրենք այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տան հայկական կողմին, ասաց Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը։ Իսկ ինչա կարելի ակնկալել մի պետությունից, որը բացը միշտ հայտարարում է նրա մասին, որ փորձելու է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։ Իհարկե իրենք շատ անհանգստացած են եւ Իսկանդերներով եւ այն ամեն ինչով ինչ որ տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ այն գործընթացներով, որ տեսնում են Հայաստանի զինված ուժերում։ Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին եւ անենք ամեն բան, որ մեր զինված ուժերը ի վիճակի լինեն հետ մղել նման փորձերը եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունը։ Շուրջ 10 օր առաջ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո առաջին անգամ այսօր Վիգեն Սարգսյանը ազատության հարցին ի պատասխան մեկնաբանեց իր հասցեին հնչեցվող քննադատությունը, թե ռազմական փորձ չունեցող անձը զինված ուժերի արդյունավետ ղեկավար լինել չի կարող։ Պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը դա քաղաքացիական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ եւ կապն է զինված ուժերի եւ պետության մնացած բոլոր կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում եւ կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության գործառույթը հենց դրա մեջ է, շատ հստակ ամրագրված է եւ սկզբունքորեն Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա եւ ոչ թե զինվորական։ Նախկինում շուրջ 5 տարի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը նաեւ անդրադարձավ պաշտպանական ոլորտում առաջիկա անելիքներին։ Առաջիկա օրերին, երբ կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը ազգային ժողովին, դրա մեջ շատ հստակ ամրագրված կլինի պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակը եւ ուղղությունները, ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային եւ դա բացարձակ չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ բոլոր կառույցները պետության եւ հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության եւ պաշտպանության խնդիրներին իրենց ներդրումը ունենալուն։ Ազատության հարցին արդյոք հեռացվելու են պաշտպանական համակարգից այն գեներալներն ու այլ զինվորականները, ում կողմից չարաշահումների մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, նախարարն ասաց. Բանակում չարաշահումների վերացումը ազգ-բանակի կառուցման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, հիմքերից մեկն է, որովհետև դրա հետ է կապված ուղղակիորեն վստահությունը դեպի զինված ուժերը, վստահությունը դեպի պաշտպանության համակարգը։ Արդյոք իր նախորդի Սեյրան Օհանյանի հեռացումը նախարարի պաշտոնից կապված չէր ապրիլյան պատերազմում արձանագրված թերացումների հետ։ Հարցին նորանշանակ նախարարը բացասական պատասխան տվեց։ Բացարձակ ես կարծում եմ հանրապետության նախագահն գերագույն գլխավոր հրամանատարը շատ հստակ պաշտպանության նախարարությունում ներկայացրեց այդ փոփոխության հիմնավորումը եւ այն գաղափարախոսությունը, որ դրված է քաղաքացիական պաշտպանության նախարար նշանակելու հիմքում։ Նախարարն այսօր մասնակցում էր սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ARM-High-Tech 2016 առաջին միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են հայաստանյան, ինչպես նաեւ ռուսական եւ մի քանի այլ երկրների ռազմաարդյունաբերության արտադրանքները, անօդաչու թռչող սարքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր։ Ցուցահանդեսը բացվեց ռազմական նվագախմբի եւ ցուցադրական կրակոցների ուղեկցությամբ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար խիստ կարևոր է ժամանակակից զինտեխնիկա ունենալը։ Конечно же, главные усилия предпринимаются Իհարկե, գլխավորապես ջանքերը գործադրվում են, որպեսզի առաջին հերթին անվտանգությունն ապահովվի քաղաքական միջոցներով, բայց իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, միտումները խոսում են միայն մի բանի՝ կազմակերպության ուժային պոտենցիալը ամրապնդելու անհրաժեշտության մասին։ о необходимости укрепления силового потенциала организации. Վաղը Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ նախատեսվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։